Վերջին շրջանում քաղաքի մի շարք փողոցներում հաճախակի են դարձել սխալ երթևեկության դեպքերը, հատկապես բեռնատար մեքենաների մասնակցությամբ։ Խոշոր չափերի մեքենաների անկանոն շարժը լուրջ խնդիրներ է ստեղծում քաղաքային երթևեկության համար։ Երթևեկության սախլը խանգարին, քուր ջան։ Երկրորդ ռяд կայնողներ սախլը խանգարին։ Հա, հատկաց տեխնիկան դե մարդու կոզնեմի բանկն մդի երկրովա բիդի մտնա էլա, բայց խանգարել խանգարը, էդի ясно։ Խանգարը։ Ֆուրերը խանգարին ֆուրերուն շանամինց մենուց օրենքն ուրիշ է։ Բեռնատար մեքենաների մուտքը նեղ ու մարդաշատ փողոցներ դժվարացնում է հետիոտնի ազատ տեղաշարժը, հաճախ խոչընդոտվում է մայթերը, փակվում անցումները, ինչի հետևանքով վտանգի տակ են հայտնվում անցորդները։ Ֆուրերու մասին գսեմ, որ պետությունը էդիկ պիտի դիսցիպլինա սահմանե, որ չքանգայնին ճանապարհատրանսպորտային երթևեկությունը չխանգարեն։ Ոստիկանությունը հիմնականում ներքին գործերի նախարարությունը պիտի այդ գործերով զբաղվի։ Որ տվյալ, ասենք, քաղաքի մեջ ճանապարհը նորմալ անցալեն եղնի։ Քաղաքացիները նշում են, որ սխալ կայանումը եւ արագության սահմանաչափի չպահպանումը դժգոհություն է առաջացնում ոչ միայն հետիոտնին, այլև վարորդների շրջանում։ Ըստ նրանց իրավիճակը հատկապես սրվում է ծանրաբեռնված ժամերին։ Դերնի հետ համատարած է, Ռուսաստանին հետ բեռնած է։ Չեդիկ արդեն չենտր տեղ էդիկ հնա անտուլադերելի ու կայնին, բայց էդիկ հատուկ տեղեր տան կայնին կամ փոխեն դիտի։ Քաղաքում ստեղծված երթևեկային իրավիճակը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է թեմային մոտենալ համատեղ պատասխանատվությամբ։ Քաղաքացիները հույս են հայտնում, որ համապատասխան ծառայությունների ուշադրության եւ համագործակցության շնորհիվ բեռնատար մեքենաների երթևեկությունը կկարգավորվի, ապահովելով ավելի հանգիստ ու անվտանգ միջավայր բոլորի համար։